Մեր մեջ կա մի բան, որ մահը չի ճանաչում։ Դա մեր հոգին է, որ չի զգում, որ ինքը պիտի մահանա։ Մեզ թվում է, թե միշտ մենք եղել ենք, միշտ կանք ու միշտ պիտի լինենք, բայց դա մեզ չի թվում, դա իրապես այդպես է, որովհետև մեր մեջ կա հավիտենական Աստծո մի հատիկը, եւ հավիտենականության զգացողություն մենք ունենք։ Մենք զգում ենք մեր մարմնի մեծանալը։ Մենք տեսնում ենք, որ մեր մարմինը մեծացավ, մեր մազերը սպիտակում է, հայելու առջև տեսնում ենք, որ մենք մեծացել ենք, բայց մենք չենք զգում մեր հոգու մեծանալը։ Մենք միշտ դիմացինի մեծանալը զգում ենք, բայց մեր մեծանալը չենք զգում։ Հաճախ մենք մեր տարեկից անձերին հաճախ այնպես ենք դիմում, կարծես թե իրենք մեզանից ավելի մեծ են։ Եվ սա խոսում է մեր հոգու մշտական երիտասարդ լինելու զգացողության մասին։ Եվ սա ընդհանրապես զգացողություն է, որով փաստվում է հավիտենական Աստծո, հավիտենական բջիջ լինելու իրողությունը։ Բայց Աստված իր հարությամբ, Քրիստոսի իր հարությամբ, այդ զգացողության ավելացրեց կարևոր մի բան, ավելացրեց հնարավորություն հավիտենական կյանքով ապրելու։ Մենք ունեինք հավիտենական կյանքի զգացողությունը, բայց Քրիստոս իր հարություն առավ, բացեց դրախտի դռները, իջավ դժոխքը ավերեց եւ բացեց այն դուռը, որով մենք հարություն առնելու հնարավորություն պիտի ունենանք։ Պատեր ասում են, չէ, չենք հավատում մենք այս մահվանը։ Իրենք հոգեվորական են փնտրում, բժիշկ են փնտրում, խոստում